Մարտից մեկնարկել եւ ակտիվ ընթացքի մեջ է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգումը։ Ծովագյուղցի ճարտարապետ Սոս Մանուկյանի նախագծով կառուցված քաղաքատիպ շենքն անցյալ դարի 60-ից 70-ական թվականներին թարմ տեսք հաղորդեց գյուղին եւ դարձավ մշակութային իրադարձությունների կենտրոն։ Սակայն արդեն ավելի քան 3 տասնամյակ մշակույթի տունը չի գործում։ Ժամանակի ընթացքում շենքը քայքայվել էր։ Ժամանակին եղել է բավականին աշխուժ, բավականին հետաքրքիր միջավայր է ունեցել, սակայն տասնամյակներ շարունակ պայմանավորված հիմնանորոգման աշխատանքներ չկատարելով, կարծես թե լքված տարածք է եղել։ Այն խնդիրը, որ մենք տարիներ շարունակ բերում ենք եւ ասում ենք, որ ժամանցի եւ հանգստի համար անհրաժեշտ է ունենալ եւս մեկ կառույց, այսօր դառնում է իրողություն։ Մշակույթի տան հիմնանորոգումն իրականացվում է 2025 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով։ Կառավարությունն ու Սևան համայնքը հավասար շուրջ 126 միլիոն դրամ են հատկացրել շինարարությանը։ 1296 քառակուսի մետր տարածքով շենքի ներսում կատարվում են քանդման, ձևափոխման եւ հարդարման աշխատանքներ։ Հենց հիմա կատարվում է ջերմության համակարգի աշխատանքները, իրականացվում է ջրահեռացման աշխատանքները նախատեսված, ինչպես նաև օդափոխության համակարգն է նախատեսված իրականացնել։ Հիմնականում գաջի սվաղն է, ամենաժամանակատար պրոցեսն արդեն ավարտել ենք, մնացած հարդարման աշխատանքները եւ հատակի պրեսգրանիտով խփում են։ Հիմնանորոգված շենքը ծառայելու է ոչ միայն մշակութային միջոցառումների անցկացմանը, այլև երեխաների գեղագիտական կրթությանը։ Գործելու են տարբեր խմբակներ, մարզադահլիճ, երկրորդ հարկում էլ կբացվի հանդիսությունների սրահ։ Դպրոցի դահլիճում է իրականացվել միջոցառումները, քանի որ մշակույթի տուն չենք ունեցել երկար ժամանակ։ Նախկինում գործել է, բայց երկար տարիներ չի աշխատել։ Բացի այդ, մինչև այս ծրագիրը որոշակի աշխատանքներ իրականացվել են բետոնային ամրացման աշխատանքներ, տեղադրվել են պատուհաններ, բայց ոսոր կիսատ էր ամեն ինչը, իսկ հիմա արդեն կհասնի իր բուն ավարտին։ Երեխեքը զբաղվել տեղ չունեն, կամ այդ ֆուտբոլ տաշնեն այդ գնում զբաղվում, կամ չես իմանում, ինչով են երեխեքն զբաղվում, եթե մի տեղ զբաղմունքի առարկա չի լավ։ Մշակույթի պալատը, երեխեքը կանի երկու պարա, շախմատ, այդենց խաղեր։ Նախատեսվում է, որ մշակույթի տան հիմնանորոգումը կավարտվի այս տարվա սեպտեմբերին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։